Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը պարզապես սահմանադրական իրավունքներ չեն։ Առանց դրանց չկան ազատ ընտրություններ, վերահսկողություն իշխանության նկատմամբ, չկա նաեւ ճշմարտության որոնում եւ տարածում։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն ընդունելի կամ անվտանգ խոսքը, այլ նաեւ այն խոսքը, որը ցնցում է հասցեատիրոջը կամ հասարակությանը, անհանգստացնում եւ նյարդայնացնում։ Բայց եկեք հստակ լինենք, այս ազատությունը բացարձակ չէ։ Այն կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ սահմանափակումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ եւ իրականում անհրաժեշտ է ժողովրդավար հասարակությունը։ Այս երաստիճան թեստը պարտադիր իրավական չափանիշ է։ Խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ այն կիրառվում է որպես գործիք քննադատությունը լրացնելու, լրագրողին վախեցնելու, ակտիվիստին ճնշելու համար։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս սահմանել է, որ հանրային պաշտոնյաները պետք է հանդուրժեն ավելի կոշտ եւ ավելի սուր քննադատություն, քան այլ քաղաքացիները, ավելի հաստ մաշկ ունենան, այսպես կոչված thicker skin քննադատության համար։ Չէ՞ որ նրանք ընտրել են հանրային դաշտը, որտեղ լռություն պահանջել չի կարելի։ Միևնույն ժամանակ զրպարտությունը, վիրավորանքը պաշտպանված խոսք չեն, ատելության խոսքը եւս պաշտպանված խոսք չէ։ Բայց քննադատությունը, փաստերի հրապարակումը, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների բարձրաձայնումը չի կարող քրեականացվել միայն այն պատճառով, որ դա անհարմար է իշխանության կամ այլ ազդեցիկ անձանց համար։ Խոսքի ազատության էությունը հենց դրա վտանգավոր լինելու մեջ է։ Եթե հասարակական քաղաքական թեմաների շուրջ խոսքը ոչ մեկին չի նյարդայնացնում, ամենայն հավանականությամբ այն ոչինչ չի փոխում մեր կյանքում։ Խոսքի ազատությունը պաշտպանել նշանակում է կանգնել ոչ թե հաճելի, այլ օգտակար, ճշմարիտ եւ այն խոսքի կողքին, որը փորձում են լրացնել։ Հաջորդիվ առավել հանրահայտ դեպքերի հիման վրա ցույց կտանք, թե ինչպես են հավասարակշռվում խոսքի եւ հեղինակության իրավունքները։ Մինչ այդ կարող եք անցնել հղումով եւ աջակցել մեզ, դարձնելու ձեզ ավելի իրազեկ։